Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, այսօր 5 շաբթի է, ձեր ռադիոն Թունիչ FM 106 եւ 5 հաճախականության վրա է, կամ դիտում եք մեզ գործարար ալիքի լրատվական ռադիոյի թվային հարթակներից որևէ մեկի վրա, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում կամ ինչ-որ այլտեղ 5 շաբթի օրերը մեր մոտ բարձր տեխնոլոգիական են, ինչպես դուք գիտեք, Tech-Hire հաղորդաշարն է, հիշեցնեմ, սա Սարգիս Կարապետյանի հեղինակային հաղորդաշարն է, ողջույն Սարգիս։ Ողջույն Դավիթ։ Նախորդ 2-3 թողարկումներին մենք կարծես թե խոսում էինք կազմակերպված տեխնոլոգիական համայնքի եւ ընդհանուր հասարակության հարաբերությունների մասին, ինչ կարա տա հասարակությունը համայնքին, ինչ կարա համայնքը տա հասարակությանը։ Այսօր փորձելու ենք խոսել ոչ միայն տեխնոլոգիական համայնքի, այլ ընդհանուր առմամբ հասարակության մեջ եղած համայնքի կարևորության մասին, համայնքների կարևորության մասին եւ հասարակության հետ հարաբերությունների մասին։ Դուք հիմա ղեկավարում եք, գլխավորում եք տեխնոլոգիական համայնքը, բայց վստահաբար ինչ-որ ուրիշ համայնքներ էլ կան, որտեղ ում հետ դուք նաեւ շփվում եք, չէ՞, առիթ ունենում եք, ինչ-որ ուրիշ ասոցիացիաներ հետ։ Ես ինչքան գիտեմ, ասոցիացիաներ կան, որոնք ուրիշ միություններ ունեն որպես անդամ։ Չէ՞, տենց հնարավոր, այսինքն ձեր միությունն էլ կարա ինչ-որ այլ միության այլ կազմակերպության անդամ լինի։ Դե իրականում շատ են, նույնիսկ ոնց որ տեղականից մինչև գլոբալ, նույն ԱՏԶՄ-ի մեջ էլ հիմա կան տարբեր, մենք ասում ենք ենթահամայնքներ կամ կլաստերներ, ունենք կլաստերներ, որոնք իրենք ունեն իրենց հիմնադրամ կամ միություններ, օրինակ Web3 հիմնադրամը կա, որտեղ որ անհատներ եւ բիզնեսներ են Web3 թեմայով, բայց Web3 հիմնադրամը ԱՏԶՄ անդամ է, կամ կա բիոինժեներների, բիոտեխնոլոգիաների ասոցիացիա, եթե չեմ սխալվում, 6-8 ընկերություն են, իրանք էլ մի կետով ԱՏԶՄ անդամ են։ Կարծում եմ այս ամեն ինչը գնում է ավելի այլ մոդելի, ավելի կլաստերներով ղեկավարելու, որտեվ սկզբից երբ որ հիմնադրվում էր ԱՏԶՄ-ն 8 ընկերություններ, ուտեղ հարց չկար էլի, ով որ ինդուստրիից է եւ այլն, ու ինձ թվում է մինչև 100 անդամ կամ 150 անդամ այդքան էական չի, բայց մենք արդեն 270-ն ենք հատում ու արդեն տեսնում ենք, որ օրակարգի առաջնահերթությունների ձևավորման հարց ունենք, որ պետքա տարբեր կլաստերներ առանձին հավաքվեն, իրար հետ քննարկեն, հետո միջ կլաստերային հանդիպումը, նույնիսկ ոնց որ խորհրդում արդեն ոնց որ կարիք է առաջանում ունենալ ոնց որ ապահովել կլաստերների ներկայությունը, չնայած մեր մոդելը շատ թափանցիկ ու դեմոկրատական է, որ բոլորը կարող են ընտրվել խորհրդում, բայց ամեն դեպքում ու նաև խորհրդի նիստերը բաց են անդամների համար, այսինքն նույնիսկ եթե խորհրդում այդ կլաստերից մարդ չկա, կարողանում է հարցը կլաստերի մասնակից կարա գա եւ ներկայացնի, կարևոր է, այդ բաները շատ կարևոր են, որ առանձին նույն տիպի, ասենք outsource անողները իրար հետ հավաքվեն պարբերաբար, ստարտափները իրար հետ հավաքվեն պարբերաբար, ավիատիեզերական բիզնեսով, տեխնոլոգիաներով զբաղվողները հավաքվեն ժամանակ առ ժամանակ, այդ օրակարգերի ձևավորումը տենց է տեղ ունի, որտեղ արդեն այդ ընդհանուրը չի աշխատում, համայնքը արդեն ընդհանուր ըստ պետական տվյալների 1200 ընկերություն կա, որը 3-ից մեծ թիմ ունի։ Հիմա գնալով մեծ մասը հերթով ԱՏԶՄ անդամ են դառնում, հատկապես խոշոր հարկատուները, բայց նաև ունենք 80-ից ավել փոքր ընկերություններ կամ ստարտափներ։ Հիմա շատ կարևոր է, որ այդ միայն տեխնոլոգիական համայնքում չէ, այլ խոսում ենք այդ տեխնոլոգիական համայնք հասարակություն կապի մասին։ Ընդհանուր համայնքների եւ հասարակության կապի։ Ես մի օրինակ եմ ուզում բերեմ, էլի մի տեսանկյունից փորձենք հարցը դիտարկենք։ Օրինակ ժամանակ կար Միացյալ Նահանգներում, երբ մասնագիտական միությունները կոնկրետ այդ երկիրը թափ էին տալի։ Այսինքն վերից վար այդ երկիրը իրանց ձեռքերում էր ու դա տենց բերում էր դրան, որ ինչ որ
ապօրինի խմբավորումներն էին փորձում ներկայություն ունենալ մասնագիտական միություններում, բոլորս այդ ֆիլմերից տեսել ենք, թե մաֆիայի կապը պրոֆմիությունների հետ ինչպիսին է, որտեղ հասկանում են, որ դա լծակ է։ Այսինքն մասնագիտական միությունները, ցանկացած տեսակի միությունը լծակ է պետության վրա ազդելու։ Հիմա երկու մոտեցում կա։ Ի վերջո պետության համար դա լավ է, թե լավ չի։ Նախ եկե արի առանձնացնենք մասնագիտական միություն եւ բիզնես միություն, բիզնես ասոցիացիաներ, ոնց որ այդ քո նշած երկրներում կա business associations կամ chambers, business trade chambers ու կա workers union։ Այդ մասնագիտական unionները, ոնց որ օրինակ ճարտարապետների միություն, արվեստագետների միություն։ Դրանք սովետից մնացած մի քիչ այլ ֆորմայով են, բայց հա, մոդելը այդ է իհարկե։ Ոնց որ այդ մասնագիտական միությունները մասնագետների ու ավելի շատ զբաղվում են իրանց իրավունքների, աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ։ Մենք բիզնես ասոցիացիա ենք, մենք պաշտպանում ենք բիզնեսի շահերը ու եթե բիզնեսը լավ է, աշխատակիցներն էլ են, այսինքն եթե բիզնեսը բայց միշտ չի իրական։ Բայց երբեմն այդ եմ ասում, որ երբեմն շահերը կարան բախվեն, ցավոք սրտի Հայաստանում այդ հատկապես մեր ոլորտում աշխատանքային այդ մասնագիտական ասոցիացիաները զարգացած չեն, չգիտեմ էլ կան թե չէ, չի երևում այդքան, ու ինչ որ Telegram channel-ներ, բաներ արդեն տենց տեսնում եմ ձևավորվում, բայց այդպես լուրջ գործ, ինքնակազմակերպվածության նշույլներ, հա, ասենց ասենք։ Մի հատ փոքրիկ էլ ես սարքել էի hardware անողների համար, մի հատ փոքր Telegram բան կանալ, այդտեղ անունը դրել էի The Hardness of Hardware in Armenia, բայց ամեն դեպքում մենք բիզնես ասոցիացիա ենք, ԱՏԶՄ բիզնես ասոցիացիա է ու ավելի ոնց որ զբաղվում է բիզնեսի շահերով, բայց քանի որ այն մյուս կողմը չկա, մենք նաև այդ հարցով էլ ենք զբաղվում ու բիզնեսմենների բարեխղճության այդ մշակույթը տարածելու վարքականon է, ու ինձ թվում է այդ չկա, որովհետև դրա կարիքը դեռ չեն զգացել, քանի որ մեր ոլորտի բիզնեսմենները ավելի բարեկիրթ են եւ նաեւ մրցակցային է, այսինքն բիզնեսները շատ են, մասնագետները քիչ, մասնագետները ավելի շատ պայման են թելադրում, քան գործատուները այսօր, ու ավելի շատ գործատուներին պաշտպանելու կարիք կա, քան հենց որ ոնց որ այդ հավասարումը փոխվի, ինձ թվում է մենք կտեսնենք, որ ձևավորվում է նաև այն մյուսը ու զարգացած երկրներում այդ երկուսը իրար դեմ, բայց երբեմն էլ իրար հետ գնում են ավելի մեծ հարցեր լուծում։ Ոլորտի զարգացումը, որ ընկերությունները շատ լինեն, դա մի անհատի համար էլ է ձեռնատու, այսինքն շահերը տեղ համընկնում են, բայց երբ որ սպეციფიկ ոնց որ գործատու աշխատակից հարաբերություններ է գալի ու դրա մեր ոլորտում էդի մշակույթով է շատ կառավարվում ու այսինքն վարքականոններ գործարար ավանդույթով, հա, ու մրցակցությունը մեծ է, որ իրան լավ չի պահում, աշխատակիցները իրան պատժում են նրանով, որ գնում են, այդ ընկերությունը փակվում է, կամ հասանելիություն չի ունենում լավագույն մասնագետներին, հա, ստիպված է ինչ որ ձև հարցեր լուծել։ Բայց այդտեղ ուզում եմ գնանք դեպի ավելի այդ պետություն մասնավոր հարաբերությունները կարգավորման դաշտ։ Հիմա շատ կարևոր է, եթե նայում ենք զարգացած երկրների օրինակները, օրինակ Գերմանիայում գրեթե բոլոր տեսակի բիզնեսներին պարտադիր է անմիջապես գրանցումից հետո միանալ որևէ ասոցիացիայի։ Այդ ոնց որ գալիս է կառավարման հիմունքներից, որ պետությունը ոնց որ կառավարման ոնց որ Այբուբենը ասում է ամեն ինչը հնարավոր է դելեգացիա անել ավելի ներքևի օղակ, պետք է անել, չի կարելի անել վերևի օղակում։ Հիմա պետությունը, պետական կառավարումը ասում է
այս գործը կարան միությունները անեն, բիզնեսները իրանցով անեն, թող անեն, ինչի իրանք չեն կարանեն, նոր կգա պետությունը կանի, կամ պետական մարմիններ, նախարարություն կլինի, ինչ-որ մարմիններ կլինի, գործակալություն կլինի բանկը։ Մեր մոտ հիմա մի քիչ ոնց որ բան կա, այդտեղ ինստիտուցիոնալ հարցեր կա, մի քիչ ակնհայտ չի ինչով պետք է անի, մենք փորձում ենք հնարավորինս շատ անենք, ինչը որ չի արվում, բայց եթե հանկարծ օրինակ նախարարություններից մեկը որոշում է դա անի, մենք սիրով դառնում ենք օգնական, որ օգնենք, որ իրանք դա անեն, որ հաջողեն։ Հա, բայց նաև բաներ էլ կա, որ պետք չի որ իրանք անեն, իրանք պետքա ոնց որ իջացնեն ներքև, հա, իրանք ավելի ոնց որ նախարարությունը իրա կամ պետական ինչ որ կառույցները իրանց գործով պետքա զբաղվեն, բայց հիմա ինձ թվում է այդ process-ի մեջ ենք մենք երկրում, որ գնում ենք լավ հասկանալու, այդ առումով հիմիկվա կառավարության հետ բավականին ոնց որ դիսկուսիան լավն է, բայց համակարգային մոտեցումը տեղ ունի շատ զարգացնելու, այ օրինակ թվայնացման հարցերով մենք իրոք չգիտենք ով է վերջնական պատասխանատուն ու ոնց որ տարբեր տեղեր կան, հա, կա մի հատ գործակալություն, որը հիմա սարքում է մի հատ էլ գործակալություն, նախարարություն, իրա տակ ինչ որ պոակներ, հա, վարչապետինքից խորհուրդ, այդ բոլոր տեղերում մենք կանք, համագործակցում ենք, խոսում ենք, հա, բայց հիմա ոնց որ թե կարիք է առաջանում ինչ որ մի տեղ ունենալու, որտեղ որ կկարողանանք մենք գնանք բոլոր հարցերով, որտեղ հիմա այդ ոնց որ այդ համակարգը չենք տեսնում, որտեղ որ կարելի է բոլոր հարցերը տեխնոլոգիական համայնքին հուզող տանել այնտեղ ու ոնց որ այդտեղ քննարկել, լուծումը ստանալ։ Իհարկե մեր ոնց որ կապող օղակը բտա նախարարությունն է, ինչը մենք անում ենք, հա, բոլոր հարցերով գնում ենք, բայց բոլոր հարցերը չի, որ բոլոր պատասխանները չի, որ բտա նախարարությունը ունի։ Այո։ Կա մի հատ էլ թվայնացման խորհուրդ, որտեղ մենք դիմել ենք, մերժվել ենք, չեն ընդունել մեզ, պատճառաբանելով, որտեղ միայն ինքս այդ թվայնացման խորհուրդը զբաղվում է միայն պետական ստրուկտուրայի թվայնացմամբ, ուտեղ պետական գաղտնիք է քննարկում։ Իհարկե մենք հայտարարել ենք, որ մենք պատրաստ ենք process անցնենք ու գաղտնիության աստիճան ստանանք, ովքեր որ զբաղվելու են, ու մի քիչ հələ սպասում ենք այդտեղ։ Մի խոսքով այդտեղ օրենքները բերելուց մեր կառավարական տարբեր, հա, ովքեր որ օրենքը բերում են, հա, տարբեր օղակներից շատ են սիրում անդադ նշել միջազգային փորձը հաշվի առնելով, միջազգային ստանդարտները հաշվի առնելով, բայց չգիտես ինչի այս հարցում ինչ որ տենց բաց է անգել միջազգային փորձը եւ ստանդարտը ու այդ օրենքով միություններին ուժ տալը չկա։ Այսինքն եթե Գերմանիայում կա օրենք, որ բիզնեսը գրանցվեց, պետք է լինի ասոցիացիայի անդամ, ինչի, որտեվ ասում եմ դուք գնացեք մի հատ իրար հետ քննարկեք, նոր ես գամ ձեր հետ խոսամ, մի արի բիզնես ուղիղ դու իմ ուժը չի երգի, այդ նրանից է որ իրանց տնտեսության 65%-ը փոքր ու միջին բիզնես է, ու ուղղակի որևէ պետական ռեսուրս չի հերիքի, որ ուղղակի խոսան, բոլորի հետ խոսան։ Մեր մոտ հələ քիչ է, հասցնում են խոսան, ինչը իմիջիալոց ես ված չեմ նայում, որ նախարարը կամ որևէ պետական աշխատող ուղիղ խոսում է բիզնեսմենների հետ, այդտեղ ես ոչ մի խնդրեմ չեմ տեսնում։ Բայց խնդրեմը գալիս է այն ժամանակ, երբ որ ինչ որ խնդիր է քննարկվում, իրենք հասցնում են խոսեն 5 կամ 10 հոգու հետ, այդ 5-10 հոգու կարծիքով որոշում կայացնեն։ Մենք 250 հոգու մանդատով կամ հենց 250 այո, կոնսոլիդացված, որոշված կարծիք եք դա։ Հա, կարող խորհրդում լինի դեպք, որ տարբեր կարծիքներ են հնչում, 13 հոգի են, հա, 12 հոգի խորհուրդ եւ նախագահ։ Քննարկում ենք, կարող է մեկը ասի, գիտես, այս հարցը իմ բիզնեսի շահերից չի բխում, բայց ես հասկանում եմ, որ երկրի համար կարևոր է, ես քվեարկում եմ կողմ, եկեք սենց գնանք ժողովուրդ, ես ձեր կողքն եմ, որովհետև կարևոր է սա երկրի համար, չնայած իմ բիզնեսի համար այդքան էլ օգտակար չի կամ անտարբեր եմ ես։ Հիմա այդ մարդուն եթե առանձին գնան հարցնեն, ինքը կասի, որ ինքը դեմ է այս process-ին, հա, ինձ պետք չի։ Առանձին եթե ասեն, այ քեզ էսի պետք է, ասելու է չէ, բայց հավաքական ձայնի մեջ
ոնց որ գալիս ենք ինչ որ կոնսենսուսի։ Ու հետո այդ հարցն է առաջանում, հա, մեզ ասում են արդյոք ԱՏԶՄ-ի բանը հայտարարությունը արտահայտում է ԱՏԶՄ բոլոր անդամների կարծիքը։ Իհարկե ոչ, երբեք տենց չի լինում։ Հա, բա ինչի համար է միությունը, քննարկումները, որ գալիս ենք ինչ որ լուծումների, որը համոզում ենք, որ ոչ մեկին չի վնասում, ոչ մեկին չի վնասում կամ կարող է ընդհանրապես իրանց չի վերաբերվում, հա, տարբեր կլաստերներ են, հիմա մի որոշումը պետակառավարական կամ օրենքը կարա մեկի վրա ազդի, մեկի վրա չէ, այս մեկները ամեն դեպքում իրանց ասելիքը ունեն, իրանց կարծիքը ունեն այդ ամեն ինչի մասին։ Դե ձեռներից է կարող այսօր այս ոլորտում է, մյուս օրը մտնում է այս մյուս կլաստերի մեջ աշխատում կամ իրար հարգանք կա, վաղնել իրանց հարցն է լինում, այս մյուսներն են կարծիք հայտնում, աջակցություն հայտնում եւ այլն եւ այլն։ Հենց որ այդտեղ կարծում եմ ժամանակն է, որ օրենքի ուժով որպեսզի բացառենք անձերի ոնց որ միությունները ինստիտուցիա են։ Հիմա Սարգիս Կարապետյանը այսօր ղեկավարում է ԱՏԶՄ-ն, վաղուց ինձնից առաջ 5 տնօրեն է եղել, 2 նախագահ, բորդի անդամները անդադ փոփոխվում են, այսինքն այդ ինստիտուցիա է ԱՏԶՄ-ն 25 տարվա, գրեթե մեր պետության տարիքին։ Ինձ թվում է արդեն ժամանակն է, որ պետական ստրուկտուրայում էլ միությունների նկատմամբ այդ բանը գա։ Այդ դրա մասին է ուզում խոսենք։ Ոլորտային պետական ստրուկտուրան կլինի նախարարություն, գործակալություն կապչուն եւ ոլորտային միությունը առաջին հայացքից process-ի տարբեր կողմեր են, բայց իրանց վեճի ու կոմունիկացիայի արդյունքը պետության համար շահավետ է։ Արդյոք այդ ընկալումը կա պետական հիմնարկներում։ Դե պետության համար շահավետ է, նկատի ունենք Հայաստանի Հանրապետության համար, որովհետև երբեմն խոսակցությունների մեջ զգացել են, որ մարդիկ խառնում են պետություն եւ կառավարություն, ոնց որ իշխող այդ պահին կառավարություն եւ պետություն։ Նկատի ունեմ, այսինքն կա ԲՏԱ նախարարությունը եւ կա ձեր միությունը։ Հիմա ձեր ինչ որ հարցերում անհամաձայնությունը եւ արճակատումը իմ համար, ով բարձր տեխնոլոգիական ոլորտի հետ շատ հեռու կապ ունի կամ կապ չունի, ի վերջո ձեր այդ բախումից պիտի օգուտ ստանա Հայաստանի Հանրապետությունը եւ իր քաղաքացին, որտեղ աշխարհում դա տենց է աշխատում։ Այո։ Հիմա այդ ընկալումը կա մեր պետական մարմիններում։ Հա, իրականում վատ չի, այսինքն այդ քննարկումների քանակը, որակը, հաճախականությունը բավականին լավն է, մեզ խոսում եմ ուղղակի ինստիտուցիոնալ գնալ, որտեղ մի հատ փոխնախարար է փոխվում, մի հատ նախարար է փոխվում, մի հատ բաժնի պետ է փոխվում, այդ խոսակցությունների process-ը քանդվում է։ Դժվար է ինչ որ մի խոսակցություն, որը մի քանի տարի է տևում, ու լուծումներ ենք մտածում եւ այլն, դժվար է իրան ոնց որ հետեւողական տանել, եթե մարդ է փոխվում։ Ոնց որ դու պետքա հույսդ պահես նրա վրա, որ այդ ընթացքում մարդ չի փոխվի, ու կգնա, ու ինքը շարունակի։ Բայց եթե ինստիտուցիոնալ լինի, օրինակ լինի մի հատ խորհուրդ, որտեղ որ միությունները ներկայացված են, ու իմիջայլոց այդ պետքա լինի վեր նախարարական մակարդակում, փոխվարչապետ, վարչապետ մակարդակում, ինչի համար, որտեվ կան հարցեր, որոնք դուրս են գալիս ԲՏԱ նախարարության մանդատից, ու ճիշտ է, կան ներքին process-ներ, նախարարություններ իրար հետ աշխատում են, բայց մենք այդ process-ի մեջ չկանք։ Այսինքն տենց մի հարթակ, որտեղ որ մենք էլ կանք տարբեր նախարարություններ էլ կան, որոնք այդ հարցի շուրջ ասելիք ունեն ու քննարկում ենք ընդհանուր իրար հետ ու նաև ոնց որ այդտեղ ձայնի իրավունք կա, հա, ոնց որ կան լիքը խորհրդատվական մարմիններ, որոնք որ հիմա ենթադրենք խորհուրդը տվեցինք, չարեցին, մենք ոչ մի լծակ չունենք, քան օրինակ հանրային ասենք, որ այս ինչ բան է, ասել ենք, չեն անում, որ sense բան է տեղի ունեցել։ Հա, ոնց որ ոչ մի բան այդ մարդուն չի պարտադրում մեզ լսել, կոպիտ ասած, եթե այդ մարդը մեզ չսիրեց, կարա չլսի։ Իրացիոնալ պատճառներով չուզենա։ Կարա չլսի։ Հիմա այդ ինստիտուցիոնալ մակարդակում էդի լուծում է ուզում, հիմա կարող է ոնց որ մենք հիմա պատկերացնում ենք հստակ դրա լուծումը, որտեղ Հայաստանում կա մի հատ տենց փոքր ու միջին բիզնեսի զարգացման ներդրումային խորհուրդը,
որը փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի կուրացիայի տակ է ու էկոնոմիկայի նախարարության ֆասիլիտացիայի տակ է, ինչը շատ լավ ֆորմատ է, մենք էլ ենք այդ խորհրդում կանք ու իմ տեսած ամենաէֆեկտիվ ֆորմատն է, որ սիստեմատիկ փոփոխություններ է բերում փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար ու ինքը կա արդեն շատ վաղուց, այսինքն կառավարությունն էլ է փոխվել այդ լինելուց հետո, բայց ինքը նորմալ աշխատում է, հա։ Իհարկե կապ ունի, հա, այդ պահի փոխվարչապետը։ Հա, մի քիչ արագ, մի քիչ դանդաղ, բայց ամեն դեպքում հիմա այս պահին բավականին ոնց որ այս վերջի 3 տարվա ընթացքում մենք մասնակցում ենք, իմ տեսած ամենաէֆեկտիվ խորհուրդն է։ Այսինքն այս պարագայում կարևորը անընդհատությունն է process-ի։ Հա, ու նաև ինստիտուցիոնալ որոշումով չլինի, հա, հիմիկվա բտա նախարարը շատ բաց ցանկություն կա աշխատելու համայնքի հետ։ Հիմա դրանից առաջ, դրանից հետո շուտ դժվար է գուշակել, թե ինչ կարա լինի, որովհետև մեխանիզմները չկան հստակ համագործակցություն։ Հա, կարող է ես չեմ ուզում ձեր հետ շփվեմ ընդհանրապես։ Ու մենք ոչ մի լծակ չունենք ասելու մի հատ feedback ունենք, հա, ասենք արձագանք ունենք այս հայտարարությանը կամ այս օրենքին, մի հատ կլսեք, պետք է նամակ գրենք, բան, տենց 15 օրվա մեջ կարող է պատասխանի, կարող է պատասխանի, որ 15 օր կամ ինքը նույնիսկ չտեսնի այնտեղ մեկին ասի պատասխանեք, գիտեք ոնց է լինում, բայց եթե կա հարթակ, որտեղ ինքը ի պաշտոն է պետքա գա այդ հարթակը, մենք էլ ենք գալիս այդ հարթակը, չի կարա նմանատիպ հարթակների գոյությունը օրենքով է համակարգվում, թե որոշում կարա լինի ուղղակի։ Ճիշտն ասած, ես այդքան որովհետև կարևոր է, էլի մի բանա որ պետք է օրենսդիրով անցնի, մի բանա որ որոշման։ Ես կարծում եմ պետքա օրենքով լինի, որովհետև եթե որոշումով լինի, էդ էլ կարան շատ հեշտ փոխեն, ասեն դե լավ, այդ որոշումը հիմա էլ որոշում ենք սեն, բայց գոնե ազգային ժողովով անցնի, էլի, եթե ոնց որ փոփոխություն ա լինում։ Ու ստեղ մի հատ էլ բան կա, օրինակ հենց հիմա այդ խնդիրը մենք ունենք, որ բանը դες ասում եմ լավ է քննարկումները բան, բայց մեզ հրավիրում են ինչ-որ հանդիպումների, որտեղ որ մեկ ոնց որ մեզ դնում են առանձին կազմակերպությունների տնօրենների հետ, հա։ Այո։ Այսինքն ես էլ ունեմ մի ձայն, ինչ-որ հիմնարկության տնօրեններ ունեմ։ Ինչ-որ այդ կազմակերպության տնօրենի իմիջիալոց կարա նույնիսկ մեր անդամը լինի, կամ մեր խորհրդի անդամ լինի, էական չի։ Էականն է նա, որ ոնց որ խտրական է դառնում միության անդամների նկատմամբ, հա։ Երկրորդը, հա, հիմա այդ բանը շատ է, ոնց որ միությունների հետ աշխատել եւ այլն, այդ ես լավ եմ դիտում դրան, որ միություններին կարեւորությունը գնալով բարձրանում է, հələ որ ոչ ինստիտուցիոնալ մակարդակում, բայց խոսակցությունների ու աշխատանքի մակարդակում։ Հուսով եմ դա կբերի ինստիտուցիոնալ ֆիքսելու այդ ամեն ինչը, որ կարեւոր է միությունների հետ աշխատելը։ Բայց այդտեղ արդեն հարց առաջանում ինչա միությունը, ստանդարտները, որակները, որտեվ ինձ դնում են, նստացնում են միտեղ, որտեղ որ ասենք 10-12 հոգի հավաքվել են, միություն են, էլի լավ է, ես դեմ չեմ, բայց պետքա ձայները ու իրականում հարգանք կա այդ մարդկանց նկատմամբ, հա։ Որտեղ դուք եք 8-ից սկսել, իրանք 12-ից են սկսել։ Այո, այսինքն տենց չի, որ ես, այսինքն իմ ոնց որ կռիվը ինչի, որ ինչի են իրանց էլ կանչում։ Իմ կռիվը նա, ինչի մենք հավասար ձայներ ունենք, որտեվ կամ հավասար ոնց որ, այսինքն այդ պետքա ինչի անկալումը։ Հա, այսինքն այո, թող բոլորին էլ կանչեն։ Ես մի անգամ տենց կատակով ասեցի, որ ուզում եք հատածմն տրոհենք 100 միության ու 100 ձայնով գանք, ինչը կարանք անենք, հա, ասենք։ Չէ, դե բանի մասին ոչ առևտրային կազմակերպություն գրանցելու համար պետք է մի հատ նախագահ եւ մի հատ վերահսկողության բան, վերահսկողության պատասխանատու, դից երկուսներով կարա գա։ Ասածս այն է, որ ոնց որ եթե կանչում եք ու տակը դնում ենք, որ բոլոր միություններին ենք կանչում ոլորտում գործող, այդ դեպքում պետքա մի հատ սահման ենք ինչա նշանակում միություն, որովհետև հա ու բերում ենք ոնց որ չենք տարբերում միության, որը որ 80%-ն է հարկատուների ներկայացնում,
մի քանի հոգու շահերից ու նաև ներքին process-ներից, ասենք Հայաստանում 9000 բան կա, ՀԿ-ներ կան, բայց արդյոք այդ ՀԿ-ները բոլորը կամ չգիտեմ քանի միություն կա, այդ միությունները բոլորը ներքին կառավարման կանոնակարգերով եւ այլն, այդ որ ունեն խորհուրդ, այդ խորհուրդը գործող խորհուրդա թե չէ, վերջի անգամ երբ հանդիպե, ինչա քննարկել, ոնց են որոշումները կայացվում, միանձնյա որոշումներ են թե ինչ են, հա, ԱՏԶՄ-ի նկատմամբ էլ ա եղել տենց մեղադրանքներ տարբեր տարիների, էսի Կարենի դուքանն է, չէ, էսի այս մեկի դուքանն է, այն մեկի դուքանն է, չգիտեմ, հա, սենց ինչ որ բաներ են, որ միանձնյա տիպը ինչ որ մարդիկ են բանանում, բայց ես կարամ տենց հստակ ասեմ, որ վերջին 3 տարում ինչա ես ԱՏԶՄ-ում եմ ու այդ խորհրդի հանդիպումները ամեն ինչը կա, գրանցված խորհրդին անցած տարի այնքան եմ աշխատացրել, արդեն ոնց որ գործի, ասում են գործի պետք է աշխատավարձ կարանք ուզենք, 22 հանդիպում ա ունեցել մեր խորհուրդը անցած տարի։ Այսինքն 2 հատ հա, այսինքն այդ աշխատանքը արվում է ու խորհրդի նիստերն էլ շատ որակով են, շատ բաց են ու իրոք քվեարկությունով են որոշվում, էլի, այդ բաները չկա մեր մոտ։ Հիմա չգիտեմ, կարող է դա ինչ որ ձևով կարելի է աուդիտ անել, ինձ թվում է այդ կորպորատիվ կառավարման ստանդարտներ բաներ կան, որով կարելի է գոնե ինչ որ մի հատ թեթև ստանդարտ տալ, ասել, օքեյ, կանչում ենք, այս խորհուրդ ենք սարքում, այդ խորհրդում կանչում ենք բոլոր միություններին, ովքեր որ այս ստանդարտին են համապատասխանում։ Կա պլյուս ստանդարտին։ Հա, ինչ որ քանակ, հա, պարտադիր չի միջազգային տենց ինչ որ տեղական բաների իրականության բան ուզենք էլի հետ համահունչ ինչ որ մինիմում քանակ կամ հարկային, ասենք, չգիտեմ, հարկերի վրա ազդեցության քանակ կամ օքեյ, բոլորին էլ կանչում ենք, բայց ձայները ըստ անդամների քանակի ենք տալիս։ Այո, այսինքն այդ ձայն ունեն։ Եվ ոնց որ եւ այդ հարթակի կարիքը կա հիմա շատ որ լինեն ու իմիջիայլոց միայն մեր ոլորտի չէ, այսինքն կարծում եմ բոլոր նախարարություններն էլ իրանց ոլորտում գործող կազմակերպությունների, միությունների հետ պետքա ընդհանուր երկրի մակարդակով, այսինքն ոչ թե մենակ տեխնոլոգիական միությունների մասին է խոսքը, այլ ընդհանրապես միությունների մասին է խոսքը երկրում ու ոնց որ Գերմանիայի օրինակով կարծում եմ պետքա այդ գործը դելեգացվի դեպի ներքև միություններին այդ քննարկումների գործը, որ կառավարությունը չգնա քննարկումների մեջ մտնի խմբերի հետ, այսինքն բոլոր խմբերին հանձնարարի քննարկեք, մենք շատ մեծ հաճույք ենք ստանում, որ բտա նախարարությունից միջալոց այս վերջերս գնալով դա ակտիվանում է, որովհետեւ հարցի շուրջ ուղարկում են, ասում են մի հատ կքննարկեք, սրա մասին կարծիք ասեք։ Այդ շատ ողջունելի է, շատ։ Ու ոնց որ մենք ուզենք դա արդեն դառնա ինստիտուցիոնալ մակարդակում, որ արդեն անձերից կախված չլինի էլի։ Մեզ հատկացված եթերաժամանակը ավարտին է մոտենում, սիրելի ռադիոլսողներ, բայց մենք Սարգիսի հեղինակային հաղորդման շրջանակներում հաճախ ենք վերադառնալու այս թեմային, քննարկելու ենք պետության եւ միությունների համագործակցությունը, ընդհանուր առմամբ միությունների դերը եւ ինչպես է պետք անել, որ միությունները ավելի էֆեկտիվ դառնան, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ եթե հասարակությունը ուզում է պետության հետ էֆեկտիվ շփվի, պետությունը ինստիտուցիոնալ կառույց է, պետք է հասարակությունն էլ ինստիտուցիոնալ կառույց դառնա։ Իսկ ինստիտուցիոնալ հասարակությունը այդ միություններն են մասնագիտական, չգիտեմ, ոչ մասնագիտական նույնիսկ, հա, ինչ որ հարցերի շուրջ համախմբված մարդիկ են, մենք շատ ենք խոսելու դրա մասին։ Թեկուզ բան ֆիզիկական լոկացիայով պայմանավորված, ասենք, թաղեցիները, հետաքրքրություններով, չգիտեմ, ցկնորսները, շնասերները եւ ես իմ ընդհանուր շահեր ունեցող մարդիկ պիտի համախմբվեն, դառնան ինստիտուտ ու այդպես շփվեն պետության հետ։
ԱՏԶՄ-ի փորձը լավն է, իրանք համախմբվել են, մեծ բաների են հասել, թող մնացածն էլ համախմբվեն։ Շարունակեք գործարար ալիքը լսել, Tech 5 շաբթին է այսօր տաղավարում Դավիթ Խումարյանների երկրորդ խոսափողի մոտ Սարգիս Կարապետյանը հաղորդման հեղինակ առաջինի մոտ կհանդիպենք։